Նոյեմբերի 20-ից 30-ը ջեռուցման կաթսաների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 129,000 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Քննչական կոմիտեն պարզել է, որ հոկտեմբերի 4-ին մի խումբ անձինք իրենցից մեկի հասցեին հնչած հայհոյանքների համար պարզաբանումներ կատարելու նպատակով Տաշիր քաղաքում հանդիպել են մյուս կողմի հետ։ Անձանցից մեկն առաջարկել է առանձնանալ զրուցել, որից հետո իր հետ նախապես վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել է զրուցակցի կրծքավանդակին, սպանելով նրան ու դիմել փախուստի։ Բացի այդ, հուլիսին նույն անձը ձեռքով հարվածել է մեկ այլ քաղաքացու դեմքին, դանակով հարվածել նրան եւ դիմել փախուստի։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Քննչական կոմիտեում ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերի 20-ին Հրազդանի կիրճում օտարերկրյա քաղաքացու ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնած քրեական վարույթի նախաքննությունը պարզվել է, որ մի քանի քաղաքացի Հրազդանի կիրճում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող կտրող ծակող առարկայի գործադրմամբ հարվածել է օտարերկրյա քաղաքացուն, վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։ Քննչական կոմիտեն հիմնավորել է, որ հեծի մասնաճյուղերից մեկի տեսուչը, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը 2024 թվականից 25 թվականի սեպտեմբերի 15-ը, խարդախության եղանակով խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ իր սպասարկման տարածքում գտնվող բնակավայրի մի քանի փողոցների լուսավորության սպառած էլեկտրաէներգիայի ծախսը հաշվառող հաշվարկային սարքերի արձանագրած իրական ցուցմունքների փոխարեն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս։ Արդյունքում վերջինս համենքապետանին պատճառել է խոշոր չափերով 1,102,000 դրամի գույքային վնաս։ Նա ձերբակալվել է։ Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել ու կանխվել է Իրանից Մաքսանենք ճանապարհով դեպի Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Պարզվել է, որ Հայաստանի երկու քաղաքացիներ Իրանի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ միմյանց գործողությունները փոխլրացնելով նոյեմբերի 10-ին Իրանից Մաքսանենք ճանապարհով իրացնելու նպատակով Հայաստան են ներկրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների խմբականակ։ Նրանք փորձել են այն տեղափոխել Երևան, սակայն ձերբակալվել են։ Հայտնաբերվել է 26 կիլոգրամ մեթամֆետամին եւ մարիխուանա։ Հայաստանի երկու քաղաքացու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց կիրառվել կալանքը։ Ներգրաված անձանց բնակության վայրերում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թվով 2 հատ ատրճանակ, իրենց փամփշտատուփերով, լիցքավորված թվով 5 հատ փամփուշտներով, իրացման համար նախատեսված տարբեր չափաբաժինների, մեթամֆետամին եւ մարիխուանա, ինչպես նաեւ կեղծ թղթադրամներ, կասկածելի սրվակներ, էլեկտրոնային կշեռքներ ու օգտագործված ներարկիչներ։ Նոյեմբերի 22-ին տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղում գործող Անոշիկ ռեստորանի հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում քաղաքացին չի արձագանքում հեռախոսազանգերին ու դրան թակոցներին։ Փրկարարները բացելով դուռը մահճակալին հայտնաբերել են 43-ամյա տղամարդու դիպ։ Նոյեմբերի 17-ին հաղորդվել էր 1944 թվականին ծնված Նինա Մարտիրոսովայի անհետ կորելու մասին։ Նոյեմբերի 21-ին Լուկաշին Նորավան ճանապարհի դաշտամիջյան հատվածում մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արվատարում հայտնաբերվել է նրա դիակը առանց բռնության հետքերի։ Նոյեմբերի 17-ին տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հանգամանքներում ստացված վնասվածքի հետևանքով շտապօգնության խումբն Ալբանյան փողոցի Թիվինա հասցեից հիվանդանոցը տեղափոխել ոչ շտապ վիճակում գտնվող մոտ 35 տարեկան տղամարդու մարմնական վիճակը ծանր է։ Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգինն է, ով Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթի հետ վառում վիճաբանել են անհայտ անձանցից, որի հետևանքով Գարեգինը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի 52 հասցեում գտնվող հայ-արգենտինական թիվ 76 դպրոցին հարակից տարածքից դանակահարության հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։ Դասերից հետո նշված դպրոցի հարակից տարածքում ընկերոջ հետ կատականելու ընթացքում ընկերը դանակահանել է գրպանից եւ կատակելով կատարել ձեռքի անկանոն շարժումներ, որի ընթացքում դանակը պատահաբար դիպչել է 13 տարեկան տղայի աջ ձեռքի բասկի հատվածին, պատճառելով վնասվածք։ Նոյեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Արան եւ հայտնել, որ մեկ ամիս առաջ համացանցի միջոցով կապ է հաստատել Ոմն Ալլա եւ Սամվել Ղազարյան անձանց հետ ու աշխատանքի ընդունելու նպատակով հրավիրվել նրանց Բաղրամյան պողոտայի 2 շենքի 17 հասցեում գտնվող ABM ընկերություն հարցազրույցի, ապա նրանց տրամադրել նշված հասցեի մուտքի եւ շքամուտքի բանալիները։ Նոյեմբերի 15-ին Արան այցելել է գրասենյակ ու հայտնաբերել, որ գողացել են 2 հատ նոթբուք համակարգիչ, 1 հատ սովորական համակարգիչ իր մոնիտորով, 1 հատ լազերային տպիչ, 4 հատ տպիչի քարտրիջ, իրեն պատկանող 2 ընկերությունների կնիքներ, նշված ընկերության փաստաթղթերը, արժեքավոր իրեր, իսկ դարակից 4,850,000 դրամ գումար, պատճառելով ընդհանուր մոտ 6 միլիոն դրամի վնաս։ Նոյեմբերի 22-ին Երևանի Կիևյան կամրջի վրա բախվել են BMW, Nissan X-Trail եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ BMW-ն հայտնվել է կամրջի վրա տեղադրված երկաթե պաշտպանիչ խողովակի վրա։ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկը գիտակցություն չգալով մահացել է։
Նոյեմբերի 21-ին Աշնակ գյուղում կամազ մագնիշի ավտոմեքենան վրայերթի է ենթարկել 13-ամյա աղջկան, ապա բախվել քարե պարսպին ու կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։ Երեխան տեղում մահացել է, բեռնատարի վարորդը տեղափոխվել հիվանդանոց։ Նոյեմբերի 23-ին Աբովյան քաղաքում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Գրիգորն իր վարած BMW մագնիշի ավտոմեքենայով վրայերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտն Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Գրետային։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 22-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Ford Transit եւ Lada մագնիշի ավտոմեքենաները։ Lada-ի վարորդը, ով ամբրակապված չլինելու պատճառով հայտնվել է մեքենայից դուրս, տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 22-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Toyota Camry VAZ-2121 մագնիշի ավտոմեքենաներն ու DAF մագնիշի կցորդիչով բեռնատարը։ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 22-ին Հրազդան քաղաքում բախվել են Toyota եւ Honda մագնիշի ավտոմեքենաները։ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 23-ին Աշտարակի խճուղում Վերգետնիա անցումի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata մագնիշի ավտոմեքենան եւ BYD մագնիշի էլեկտրամոբիլը։ Էլեկտրամոբիլը կողաշրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ Hyundai-ի գլխի վայր շրջվել է, ուժասներ չկան։